Բոլորը ասում են արի հանդիպենք My Cafe-ում։ Առաջի օրից բում արեցինք, որտեվ տենց տեղ չկար։ Դե լավ բանի վրա շատ են գալիս Անի ջան։ Միշտ իմ ունեցած սալոնների մեջ ես քաֆի բար եմ ունեցել։ Մի տեսակ Երևանյան ինչ որ կոլորիտ է հիշեցնում ձեզ մոտ, Որ կազմում տեսնենք օրում են Անի Մորքուր, 60-70 տարեկան մարդիկ։ Անին մեր շատ լավ ընկեր հայտնի երգիչ Սուպեր Սաքոյի հարազատ քույրն է։ Սաքոն եղել է մեր ամենափոքրը, ես ու քույրս մեծը, ոնց որ իրան մենք ենք մեծացրել։ Հնարավոր է, որ օրինակ կաֆեում դուք այդ օրը լինեք խոհարարը։ Մեր խոհարարները ինձ վռնդում են դուրս։ Չեն թողնում։ Խոհանոցից դուրս արի։ Իմ ամուսինը միշտ ինձ ոնց որ իմ մեջքն ա եղել։ Ռիսկը գործի կեսն է։ Կեսից ավելին է 70% ռիսկը։ Լսեք, իմ տարիքի մարդիկ լսեք ձեր երեխեքին։ Ինքը որպես քաղաք շատ լավն է, մանավանդ բիզնեսների համար։ Հիմա միայն օգնում է աշխատում է social media-ն։ Իսկ այն պրանկերը, որ անում եք, նեղում է։ Չէ, ինքը ուղղակի ձուն որ կոտրեցի գլխին, sense բան եղավ, մանտրաժ ընկավ։ So yeah, I'm gonna put the tomatoes in there like that, and then I'm gonna take the eggs and I'm gonna break it like that. Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, իմ շատ սիրելի հետևորդներ եւ իհարկե բաժանորդներ։ Ես կրկին գտնվում եմ Menu AM-ի տաղավարում։ Ես Մերի Մակարյանն եմ եւ ինչպես գիտեք, ես ունենում եմ հյուրեր, որոնց հետ շատ հաճելի եւ հետաքրքիր զրույցներ ենք ունենում։ Այսօր եւս ձեզ ծանոթացնելու եմ մեր համայնքում ապրող, ստեղծող, աշխատող մի մարդու հետ, ում թերևս բոլորդ ճանաչում եք որպես Անի Մորքուր, բայց նա My Cafe եւ Lounge-ի այսօր արդեն լիիրավ սեփականատեր եւ հիմնադիր Անի Գաֆաֆյանն է։ Ողջույն Անի ջան։ Բարև Մերի ջան։ Շատ հաճելի է քեզ այստեղ տեսնելը, հաշվի առնելով, որ դու չափազանց զբաղված ես, պարզ է արդեն քո գործի հետ կապված, միևնույն ժամանակ զբաղվում ես երկու տարբեր ոլորտներում, բայց այսօր խոսելու ենք քեզնից, քո ստեղծածից։ Սկսենք թերևս ամենասկզբից։ Ես չգիտեմ, դու այստեղ ես ծնվել, թե Հայաստանում։ Ես ծնվել եմ Հայաստան, եկել եմ Ամերիկա 15 տարեկանում, 87 թվին։ Երբ դեռ սովետ էր։ Մեծացել եմ համարյա ստեղ։ Եվ մանկուց քո մեջ եղել է ինտուզիազմ դեպի գործարար կինը, աշխատող կինը, թե տանն ես եղել սկզբից։ Չէ, ես երբեք տանը չեմ եղել, 15 տարեկանից մտել ենք Ամերիկա, ես աշխատել եմ։ Ես սիրում եմ շատ աշխատել, ես չեմ կարել, ես երբ որ տանն եմ մնում, չեմ իմանում ինչ անեմ իմ հետ։ Չգիտեմ, չեմ կարողանում կազմակերպված ինչ որ ժամս կազմակերպեմ, ինչ պիտի անեմ, ես պիտի անպայման աշխատեմ։ Ասեմ, որ Անին նաև ճանաչում եք որպես հայտնի կոլորիստ վարսահարդար եւ ի սկզբանե քո գործը եղել է հենց դա, հետո արդեն ժամանակ հետո որոշեցիք, որ հենց այն տեղում, որտեղ որ գործում էր ձեր վարսավիրանոցը, գեղեցկության սրահը, բացել մի տեղ, որտեղ կարելի է համեղ ուտել, որտեղ կարելի է առանձնանալ ձեր ուտեստներով, ձեր մենյուի բազմազանությամբ եւ ստեղծեցիք My Cafe, հետո արդեն իհարկե փոխված անունով դարձավ My Cafe and Lounge։ Այո։ Ինչպես ծնվեց գաղափարը, ոնց եղավ, չգիտեմ, այդ հետաքրքիր պատմություն կա, չէ՞, միշտ ընկած ետևում։ Կյանքի բերումով եղավ, ես հիմա բացատրեմ, ուրեմն 17 թվին այդ տեղը բացեցինք վարսավիրանոց, որը կոչվում էր My Salon։ Իդեպ պիտի ասեմ ներողություն, որ այն գտնվում է հենց Գլենդելի սրտում, հենց Արցախ փողոցի վրա։ Կարծում եմ ոչ մեկի աչքից չի վրիպել այդ անկյունը, այդ գեղեցիկ կենտրոնը։ Այո, շատ լավն է մեր անկյունը, շատ երևի կարամ ասեմ ամենալավ անկյուններից մեկն է Գլենդելում, հենց Ամերիկանայի դիմաց։ Բայց 17 թվին, որ բացեցինք այդ սալոնը, շատ հաջողակ վարսավիրանոց եղավ, շատ մի տարվա մեջ համարյա մենք ազատ աթոռ չունեինք 35 հատ վարսավիր եւ մեյքափ անող եւ բոլորիս իմանալով 20 թվին, որ COVID եկավ, ամենաշուտը առաջինը փակեցին վարսավիրանոցներին, մենք չէինք կարող աշխատել։
Համարյա 1.5 տարի ուրիշ բիզնեսներ թողեցին բացեն, օրինակ ռեստորաներին թողեցին դրսում մատուցեն կամ to-go-ի վրա աշխատեն, մեզ չէին թողում։ Ստիպված եղանք որոշենք, թե ինչ անենք այդ տարածքի հետ, որտեղ մենք այդքան վարձ ունենք տալու։ Եվ դու էլ անգործ չես կարող նստել։ Անգործ չեմ կարող նստել, չէ։ Ես երբ որ սալոնը բացեցի, իմ դաժե մայ սալոնից առաջ ուրիշ սալոն ունեի, NV սալոնը, միշտ իմ ունեցած սալոնի մեջ ես քաֆի բար եմ ունեցել։ Շատ սիրուն, կոֆե, խմորեղեն վաճառելու կամ հյուրասիրելու, այն ժամանակ չէինք վաճառում։ Այդ միտքը միշտ իմ ուղեղում գլխում եղել է, որ սալոնի մեջ ես ուտելիքի տեղ ունենամ, կաֆեի տեղ։ Երբ որ արդեն մենք փակեինք, չէինք կարողանում աշխատել, մտածեցինք, որ ինչ անենք այս տարածքի հետ, կաֆե բացենք։ Այն ժամանակ կաֆեներ չկար ոչ միտեղ։ Մենք երևի առաջիններից ենք։ Եվ դիմեցինք City-ին, այտենց լայսենսները բաները մի քանի ամսում եղավ, բացեցինք եւ շատ հաջողակ եղավ, շատ։ Մի անգամից կարամ ասեմ առաջի օրից բում արեցինք, որտեվ տենց տեղ չկար։ Նախ դուրսը նստելու տեղ չկար Գլենդելում, Սիրունը տենց անկյունով, որ գիշերը մինչև ուշ բաց լինի։ Դա է ուզում հարցնել, ձեր ժամերը կասեք ավելի կոնկրետ։ Մենք բաց ենք առավոտվա 7-ից մինչև լուսադեմի 2-ը։ Գլենդելում հազվադեպ կհանդիպես, գրեթե չես հանդիպի, որտեղ մինչև 2-ը։ Ինչպես ստացվեց վերցնել այդ ժամերը։ Ձեր մեր ուզելով էր, հատուկ պերմիտներին դիմեցինք, այո։ Եվ տվեցին մեզ այդ ժամերը, մենք ուզենք կարան 24 ժամ էլ բաց լինենք, քանի որ ինքը բնակելի տարածք չի, այնտեղ ապրելու տներ չկան, մարդ չի ապրում, մեզ հեշտությամբ տվեցին այդ։ Վերև ներքև կողքա, խանգարելու բան չկա։ Այո, ձայն աղմուկը չի, եւ մենք ալկոհոլ էլ լայսենսել ունենք, մինչեւ 2-ը կարողանում ենք ալկոհոլ նույնիսկ ծախել, վաճառել։ Դա շատ է օգնում։ Մարդիկ ասեն գնում են ռեստորան, հաց են ուտում, 10-ին ռեստորանները փակվում է, չեն ուզում գնան տուն, գալիս են մեր մոտ, ճիշտ է, մենք ուտելիք էլ ունենք, բայց գալիս են մեր մոտ, ասենք թեյ խմելու, սուրճ, խմորեղեն ուտելու, չեն ուզում գնան տուն ճաշից հետո։ Մի տեսակ Երևանյան ինչ որ կոլորիտ է հիշեցնում ձեզ մոտ, եւ հենց սկզբից ես հիշում եմ, որ նոր էր բացվել, դու ասացիր բում արեցինք, այո, իսկապես բում արեցիք, որովհետեւ ես շատ-շատերի ստորի հատվածում Instagram-յան տեսնում էի, որ մարդիկ, ովքեր որ կարոտած էին, ովքեր որ շատ սիրում են իրենց երկիրը, քաղաքը, գալիս էին ձեզ մոտ ու նկարում էին, ինչ որ պատկար, որը պատկերված էր Կասկադի նկարը, հետո աղջիկ կար, որ երգում էր Երևանյան երգեր, Երևանյան ոճով, այո, Ռուզանը, հիմա չկա, չի երգում։ Հիմա մենք ամեն ուրբաթ շաբաթ կիրակի ունենք live entertainment, կենթանի, երաժիշտներ։ Այո, տարբեր երաժիշտներ են գալիս։ Ռուզան էլ կգա։ Իսկ ումն էր գաղափարը, որ բարձր մենք հայ ենք, ամեն ինչ պիտի այդպես տանի, հա, ոնց որ սրտիցդ կանչ կա, անել մի բան, որ հիշեցնի Հայաստանը, անել մի բան, որ Հայաստանի պես լինի, բայց ում էր գաղափարը ի սկզբանե մոտենալ Հայաստանին, մոտենալ Երևանին։ Դե քանի որ ես ստեղ եմ մեծացել, ինձ միշտ այդ կարոտը խեղդելա շատ եմ սիրում, ճիշտ է չեմ կարացել գնամ, մի հատ 17 թվին գնացի, բայց թե եվրոպական կաֆեները, թե հայկական կաֆեները, քանի որ Գլենդելը լրիվ հայկական ամենամեծ community-ն ունի, որոշեցինք, որ ավելի այդ տիպի բաներ ենք, որտեղ ձանձրանալի արդեն ամերիկյան այդ ստանդարտ բաների, ուզեցինք մի քիչ տարբեր լինենք։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում, ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Իսկ այն համեղ մենյուն, որ կառուցվել է, ով է հեղինակը, ով է որոշել, որ օրինակ դուք պետք է մատուցեք ձեր հայտնի պոմիդորով ծվածեղը կամ չգիտեմ, տարբեր ուտեստներ, որոնք այնքան հայկական կոլորիտով եք մատուցում։ Ումն էր գաղափարը մենյուի կազմելու։ Ես երբ որ սալոնը կամ կաֆեն բացեցի, ունեի գործընկեր, այո, իրար հետ որոշեցինք։ Այսինքն համասեփականատեր էիք միմյանց հետ, ահա։
Գաղափարը երկուսին էր։ Այո։ Հետո արդեն ձեր ճամփաները շեղվեցին, ամեն մարդ իր ճանապարհով։ Շատ լավ։ Ու դուք շարունակում եք այդ Ես շարունակում եմ, այո։ Ինչը ողջունելի է։ Դու նաև քո սոցիալական տիրույթը օգտագործում ես եւ ինչպես նշեցիք, ես գիտեն որպես Անի Մորքուր, նախ այդ որտեղից անունը, ինչպես եկավ։ Նախ առաջ իմ անունը Անի Ատմայսալան, որտեվ սալոնի անունը Մայսալոն էր, ես այտենց էի, հետո որ արդեն սալոնը փակեցինք, էլ չկար Մայսալոն ու բոլորը ինձ ավելի շատ ջահել երեխաներ են հետևում ու իրանք բոլորը ինձ Անի Մոկ էին ասում, Անի Մոկ, այտենց ասեցի լավ, քանի որ ինձ բոլորը տենց են կանչում, Անի Մորքուր դնեմ անունը ու տենց մնաց, դաժե մեծ մարդիկ ինձ Անի Մորքուր են ասում, ասենք եթե միտեղ կազինոյում շատ են ինձ տեսնում, ես սիրում եմ խաղալ, որ կազինոյում տեսնում են գոռում են Անի Մորքուր, 60-70 տարեկան մարդիկ։ Երբ սկսեցիք արդեն այդ տիրույթում ավելի զարգացնել ձեր գործունեությունը, երբ որ My Cafe-ն բացվեց։ Մինչև My Cafe-ն բացվելն էլ, երբ որ ես Անի Ատմայսալոն էջը ունեի, ես սիրում էի շատ ուտեսներ ցույց տալ։ Ես ուտելիք շատ եմ սիրում ուտել, համով ուտելիք։ Ու ինչ որ ուտում էի, նկարում էի, գծում էի ու բոլոր այդ բիզնես ունեցողներին ոնց որ գովազդում էի, ոչ թե հատուկ գովազդելու համար, այլ սիրում եմ ցույց եմ տալիս ինչ եմ ուտում, համով չի, ու տենց բոլորը շատ էին սիրում ու հետևորդները գնում էին, եթե ես այսօր ուտում էի փիցա, բոլորը այդ օրը գնում էին այդ փիցան ուտելու, որտեղ ես հավանել էի։ Այդտեղից սկսեց իմիջը ավելի զարգանալ, հետո կատակներ էի շատ անում ամուսնուս վրա։ Հա, տեսել եմ, շատ հայտնի ու հաճելի։ Կարծում եք այսօր սոցիալական հարթակը եւ առհասարակ այդ social media կոչվածը ավելի է օգնում, որպեսզի նմանատիպ բիզնեսները կամ ցանկացած մեկ այլ բիզնես առաջ գնան։ Այո, հիմա միայն դա է օգնում։ Այսինքն, եթե Անի Մորքուրը իր կաֆեում նստած ուտում է հայտնի բրդուճը, այդ օրը արդյունք ունենում եք գալիս են։ Այդ օրը բրդուճը sold out է լինում, չենք հասցնում։ Այդ աստիճանի օգնում է։ Եթե ես այդ օրը մի բան գցեցի, այդ օրը բոլորը այդ են ուտում։ Իսկ ես նաև ուզում եմ տեղեկացնել, ովքեր որ չգիտեն, Անին մեր շատ լավ ընկեր հայտնի երգիչ Սուպեր Սաքոյի հարազատ քույրն է, ով եւս ջանքեր չի խնայում։ Ես երևի Սաքոյին վերջին անգամ ձեզ մոտ եմ տեսել, գիտես։ Հա, համարի ամեն օր գալիս է մեր մոտ հաց ուտում։ Այո, բոլորին հրավիրում է ձեզ մոտ, շատ գովում է։ Եվ իհարկե վերջերս նաև շատ հաճախ ձեզ մոտ իր այսպես կոլորիտային էլի հայկական ոճով Հրուշը Աջեմյան մեր հայազգի հայտնի դիմահարդարը գալիս է ու այդտեղից ինչ որ տրենդ սկսվեց, գովազդում է, ուտում է։ Մի խոսքով ես կարծում եմ, որ դուք շատ լավ կողմում եք հիմա, որովհետև ինչպես ասացիք, դա ամենակարևորն է այսօր։ Դրանով շատ հարցեր են լուծվում։ Հիմա միայն օգնում է աշխատում է social media-ն, ուրիշ ոչ մի բան։ Ինձ թվում է մենք մեր տանը COVID-ից հետո TV չունենք, չենք նայում ընդհանրապես TV-ով այդ գովազդները չեմ կարծում կարող է ամերիկյան մարքեթի մեջ օգնում է, բայց հիմա ամենա number 1-ը social media-ն։ Իսկ օրինակ աշխատակիցները ձեզ դիմելիս հնարավոր է social media-ի միջոցով դիմեն, թե պիտի պարտադիր գան ձեզ մոտ, դուք տեսնեք ինչպես եք ընդունում աշխատողների։ Չէ, անպայման պիտի գան մեզ մոտ, նախ պիտի տեսնեմ որտեղ են աշխատել, ինչքան իրանք experience ունեն, մի օր պիտի փորձեմ, տեսնեմ իրանք մարդկանց հետ առնչվելը ոնց է, շփվելը, որտեղ մեր գործը լրիվ մարդկանց հետ է, եթե իրանք կոպիտ լինեն կամ ժպիտ բան չունենան, իհարկե մեր սերվիսը շատ վատ կլինի։ Պիտի փորձեմ ոնց են իրանք շփվում մարդկանց հետ, բան նոր։ Իսկ ես նաև նկատել եմ, որ կարող են չլինել հայազգի։ Նո, անպայման չի հայ լինեն։ Ունեմ շատ օտարազգեր աշխատող։ Որովհետև ձեզ մոտ օտարազգեր են գալիս որպես հաճախորդ։ Շատ։ Իսկ ում հետ է ավելի հաճելի կամ ում է ավելի հաճելի սպասարկելը, հայերին թե օտարազգերին։ Դե իհարկե հայերին, հա, չես կարող համեմատես, մեր հայերը լավն են։ Իսկ լինում է, որ օրինակ չճանաչեն քեզ անձամբ, գան մտնեն ներս, նստած լինեն սեղանին, անցնեք, դե այնտեղ եք լինում հաճախ, տեսնեն, հրավիրեն, իրենց մոտենակ, զրուցեք, ինձ թվում է դա էլ է, չէ՞ կարևոր։ Շատ են սիրում, նախ որ ասում են ինչի ենք շատ սիրում, ստեղ որ տերերը ստեղ են ու մենք համ մատուցում ենք ուտելիք, համ օրդեր ենք վերցնում, գնում ենք իրանց հետ շփվում ենք, սեղան ենք սրբում,
հատակ ենք մաքրում, մենք այտենց չենք էլ ոչ ես, ոչ իմ ամուսինը, որ այնտեղ ինչ որ մեզ դնենք սեփականատերի տեղ, ու բոլորի հետ շփվում ենք ու շատ ալինը, որ հաճախորդները ինձ հրավիրում են իրանց սեղանին նստել, թեկուզ մի բան իրանց հետ ուտել, ասում են շատ կուզենք քո հետ հաց ուտենք։ Լինում անաստում եմ ուտում եմ իրանց հետ։ Նաև ուզում եմ ամուսնուդ գործոնի մասին խոսել, ինչն էլ շատ կարևոր է, եթե դու այնտեղ չես, ամուսինդ հաստատ այնտեղ է։ Միշտ այնտեղ է։ Կամ հակառակը։ Այո։ Որքանով է նա քեզ օգնում եւ որքանով է կարևոր նրա այնտեղ լինելը։ Իմ ամուսինը միշտ ինձ ոնց որ իմ մեջքն է եղել ցանկացած գործի մեջ, երբ որ ես եղել եմ վարսահարդար կամ ռեստորանը, կաֆեն, միշտ ինքը իմ մեջքին կանգնած ա եղել, ինչ որ պետքա, միշտ support ա արել իմ որոշումներին, այո, որը շատ կարևոր է, եթե ամուսինդ քո հետ համամիտ չի լինում ցանկացած հարցում, այո, շատ դժվար կլինի։ Բայց լավ է նա, որ միշտ ինքը իմ մեջքին կանգնած ա եղել, այո, ինքը միշտ ընդեղ է, երևի դրանով է ապրում իմ ամուսինը։ Մեկ-մեկ ասում եմ, արի մի օր մնա տունը հանգստացի, մենք շատ լավ աշխատողներ ունենք, վստահելի, որ կարան, չի կարողանում տանը նստի, ինքը այդ կաֆեով ապրում է։ Շաբաթը 7 օր այնտեղը։ Իսկ այն պրանկերը, որ անում եք իր գլխին, այսպես ասած, ինչպես է հետո մենք հետոն չենք տեսնում, դուք անջատում եք։ Ինչ է լինում հետո, բողոքում է, նեղվում է։ Չէ, ինքը նախ շատ է սիրում, որ իրան attention են տալիս, Թոնի հոպար երեխեքը գալիս են, որ տեսնում են ծիծաղալու այդ պրանկերը, շատ է սիրում։ Սկզբից ասենք մի անգամ այդ ձուն կոտրելու բանը տեսել եք։ Այո, տեսել եմ։ Ահա, այդ ես շատ էի վախենում էդի անելուց, չգիտեի ոնց ինքը կտանի։ Ես չգիտեմ, բոլորը գիտեն թե չի, երկու հատ շատ մեծ տղաներ ունեմ, 35 եւ 33 տարեկան, որ sense փարթամ են էլի։ Ես երկուսին կանգնացրել էի իմ հետևը, որ հանկարծ ինքը ջղայնանա, ինձ բրկեն իրանք։ Բայց չէ, ինքը ուղղակի այդ ձուն որ կոտրեցի գլխին, sense բան եղավ, մանտրաժ ընկավ, չհասկացավ ինչա կատարվում։ Բայց հետո չէ, նորմալ է տանում, գիտի որ պրանկեր եմ անում։ Իսկ լինում է որ գասի անի մի բան արա, էլի։ Չէ, ինքը չի ծրագրում։ Չէ, ինքը չի ծրագրում, բայց միշտ ինձ որ արդեն զգոնա, գիտի որ մի բան որ անում եմ, ասում է նկարում ես, մի բան ես անում։ Բան ես անում։ Հեշտ չի ասեմ։ Իսկ հնարավոր է որ օրինակ on-line ակցիաներ կազմակերպեք, giveaway-ներ անեք, հրավերներ անեք, անում եք։ Շատ եմ անում։ Շատ եմ անում, կաֆեի համար չեմ անում, բայց ասենք ուրիշ բիզնեսների համար անում եմ շատ, որ ինձ դիմում են։ Օրինակ մի հատ Հա, դուք աշխատում եք որպես նաև ինֆլուենսեր, հա։ Ես որպես ինֆլուենսեր եմ աշխատում, բայց օրինակ մի հատ simple grilled, մի հատ ջահել տղա, ինքը խորովածի մաղալներ էր պատրաստել, որը ծալվում է դառնում է այսքան բարակ բան։ Ինքը ինձ խնդրեց, որ իր անեմ այտենց մի բան, ես կաֆեի հետ collaborate արեցի, giveaway արեցի Father's Day-ի համար, օրինակ ասեցի, այսօր ով գա մեր մոտ նշի Father's Day-ը, շանս ունենում այս մաղալներից շահելու համար եւ տենց էլ արեցի, ինքը տենց բաներ եմ անում։ Հասկացա։ Ակցիաներ։ Իսկ հնարավոր է, որ օրինակ կաֆեում դուք այդ օրը լինեք խոհարարը ու այդպիսի մի ակցիա անեք, որ այսօր ես եմ լինելու, այսօր ես եմ, թե շատ զբաղված եք, որտեղ մինչև գալը տեսա ինչ էր կատարվում։ Նախ շատ զբաղված եմ, հետո մեր խոհարարները ինձ վռնդում են դուրս։ Չեն թողնում։ Խոհանոցից դուրս արի։ Բայց առաջինը ով է փորձում, ով է դեգուստացիան անում։ Ես իհարկե։ Լաունջի խոհարարը մեքսիկացի տղա է, շատ համեղ բաներ է պատրաստում, ասեց, այսքան տարիներ ես աշխատել եմ ռեստորանների համար խոհարար, ամենադժվար հաճախորդս դու ես եղել։ Շատ picky եմ։ Պիտի մինչև ես ասում եմ քո բերնի համով ես դու ամեն ինչը բան անում էլի, անպայման չի որ քո ասեցի չէ իմ բոլոր հաճախորդները իմ բերնի համն են սիրում, պիտի ես սիրում։ Դուք եք ուտում, ուզում եք որպեսզի ձեր հաճախորդները ուտեն։ Պարզ է։ Ինչպես ես որոշում, որ ես պիտի չիչխանի հյութ տամ։ Ես պիտի, չգիտեմ, ինչ որ մի տեսակի յուրահատուկ մի բան պատրաստեմ։ Այդ ոնց է գալիս այդ գաղափարը։ Ես որ 17-ին գնացի Հայաստան, այնտեղ որ կաֆեն գնում էի, այդ չիչխանի թեյն էին տալիս։ Ես թեյ է։ Այո։ Հյութ չի, թեյ է, ճիշտ է, հիշեցի։ Այո, ունենք սառը թեյ եւ տաք թեյը։ Դրա համար ուր գնացի, ես ամբողջ օրը այդ էի խմում, շատ էի սիրել, բայց այնքան դժվար էր այդ համը ստանալը, որովհետեւ չիչխանը ինքը իրանից շատ դառը եւ թթվաշ բան է։ Ու քանի որ Ամերիկայում չկա, այնտեղից սառացրած են բերում։
շատ օրերով, շաբաթներով, երևի կարամ ասեմ ամիսներով փորձել ենք, որ գտնենք այս մեր ռեցեպտը։ Շատ դժվար է, շատ հաջող է։ Շատ կաֆեներում հիմա նույնը փորձում են տան, բայց մեր համը չունի։ Բոլոր հաճախորդները այդ են ասում։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Անի բացվեց լաունջը, որը կողքի մասն է, ավելի երկար, անցյալ օրը մտա, դեռ նախապատրաստական աշխատանքներն են, բայց արդեն գործում է։ Արդեն գործում է։ Դրա փոխարեն սալոններ, կեսը գործում էր, չէ, ոնց որ հիշում եմ։ Հետո ինչու որոշեցիք, որ ամբողջովին սարքեք։ Քիչ էր մարդիկ շատ են գալիս։ Քանի որ COVID-ից հետո բացեցինք արդեն կեսն էր, Վարշավա իրանոցի գործը էլ նույնը չէր։ Բոլոր վարձահարդարները արդեն սովորեցին տանը աշխատել, կամ իրենցը բացեցին, կամ հաճախորդներն էլ արդեն նույնը չէին։ Որոշեցի, որ այո, էլ ձեռք չի տալի սալոնը պահել բաց, որովհետև նախ շատ բարձերը այնտեղ թանկ են, բոլորդ գիտեք, ամենաթանկանոց անկյունն է այդ անկյունը, այո, չէր իրան արդարացնում եւ որոշեցինք, որ այդ կողմն էլ տենց գիշերային ինչ որ լաունջի տիպի մի բան բացենք, ոչ թե ռեստորան, գան կշտանան ու գնան, այլ գան ինչ որ թեթև մի բան վերցնեն ուտելու, մի հատ կոկտեյլով նստեն, լավ երաժշտություն լսեն, խոսան, աղջիկներով գան, ընկերներով, թե զույգերով, լավ ժամանակ անցկացնեն։ Հանգիստ։ Իդեպ ձեզ մոտ մուտքը թե տղաներով, թե աղջիկներով, թե ընտանիքներով, հա, սահմանափակում չկա։ Դե մենակ տղաներ ցանկալի չի որ կան, զույգեր կամ աղջիկներ։ Իսկ եղել է, որ ասենք 2-ից ժամը 2-ից գիշերը ավել ուզենան նստեն։ Եղել է։ Գոնե այն օրը ուզենային նստեն, որ տեսանյութ տեղադրեցիր, հիշում եմ, կարծեմ ամիս առաջ, որ մեկը եկել էր, վնասել էր տարածքը, վերջը պարզվեց ով էր։ Այո, հենց տեղի վրա բռնեցին պոլիսները, մեր կողքի ռեստորանից մեկի տերը, շատ լավ տղա էր, Լավենյուի տերը, գիշերը իր ռեստորանը փակելուց տուն էր գնում, տեսել էր, որ կոտրում է։ Ինքն էր զանգել պոլիս եւ այնտեղ մնացել էր, որ ավելի շատ վնասներ չտա, մինչեւ կան բռնեն իրան տանեն։ Բայց ի՞նչն էր պատճառը, ինչի արեց։ Ինքը դեղերի ազդեցության տակ էր, նորմալ չէր։ Տարան բռնեցին, ճիշտ է, 2 օր հետո դուրս թողեցին, բայց կարողա սոված էր։ Չէ, ինքը սոված չէր, ինքը չգիտեմ ինչ էր, պիտի կերակրեր։ Բայց լավ էր գոնե ներս չհասավ, ներսը եթե վնասեր, դա արդեն շատ վատ կլիներ, հա։ Հասկացա, դե փառք Աստծո արդեն ամեն ինչ լավ է։ Դե լավ բանի վրա շատ են գալիս Անի ջան։ Անի, ձեզ մոտ հնարավոր է նշեն առիթներ, փակ առիթներ, օրինակ իմ ծննդյան տարեդարձը որոշեմ այդտեղ նշել։ Փոքր մասշտաբով, այո, որտեղ մերը 2 հարկի վրա է, լավ չի լինի, ասենք կեսը վերևը լինեն, կեսը Ինչու հիմա շատ տարածված է, օրինակ ասում են թող մեծերը վերևը նստեն, ջահելները ներքևը։ Այո, այդտենց կարան, 25 հոգի վերևը, 20, օրինակ շատ թինեյջ երեխեքի 16-ից մինչև 20, որ միշտ պիտի ծնողները ներկա լինեն, այդտենց երեխեքի ծնունդներ շատ են նշում մեր մոտ, որովհետև ջահելուները առանձին են ուզում լինեն, իրենք վերևը կամ ներքևն են լինում, ծնողները մեծերով մյուս հարկում շատ այդտենց տիրում են։ Եվ նաև ուզում եի հարցնել տեխնոլոգիաների հետ կապված, արդյոք աշխատում եք որոշակի տեխնոլոգիաների հետ, առաքում ձեզ մոտից կարելի է անել, ում հետ եք աշխատում, ումից եք օգտվում։ Ունենք DoorDash, Uber Eats եւ Grubhub։ Այդ 3 հարթակներից կարող եք օգտվել։ Մենյուում գտնված ցանկացած ուտելիք կարելի է ուղարկել տուն։ Այո։ Իհարկե ոչ պաղպաղակ։ Չէ, պաղպաղակ չէ, պաղպաղակը տեղում պիտի ուտվի, այո։ Անի ջան, ես նկատել եմ, որ թեկուզ նաև ես, ինչ որ առիթ կամ հանդիպում, գործնական, ընկերական, բոլորը ասում են արի հանդիպենք My Cafe-ում։ Հայտնի մարդիկ կլինեն, անհայտ մարդիկ կլինեն, եւ այդ ընթացքում մենք շատ ենք տեսնում ձեզ այնտեղ, գրկախառնվում ենք, ողջունում ենք, լավ բաներ ենք իրար ասում։ Միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ այդ տարածքը շատ փոքր է։ Ձեր ապագա պլանները կապված ձեր
բիզնեսի հետ։ Դեռ չունեմ պլաններ, ճիշտ է շատ են ասում ուրիշ երկրորդ location-ը բացեք, թե լինի North Hollywood կամ West Hollywood, դա նույնիսկ Մայամիից են շատ մեզ խնդրում, որ եկեք այնտեղ բացեք, մեզ շատ հաճախորդներ ունենք, որ Մայամիից գալիս են, միշտ մեր մոտ են գալիս, ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չեմ, բայց դե դեռ ապագան չգիտենք ինչ կբերի։ Եվ ցանկանալը ու երազելը ոչ ոք չի արգելել։ Չի արգելել։ Ես գիտես ինչ եմ ուզում, քանի որ այդ տարածքը շատ լավն է, ես ուզում եմ դուք մինչև որ խանութներ այնտեղ Home Goods։ Մինչև այդտեղ My Cafe այդ տարածքը կորցնել պետք չի, մինչև այդտեղ բոլորը ձեզանով եք անում, որպեսզի կարողանանք, այո, շատ ավելի։ Չնայած խոսքեր կան, որ Արցախի փողոցը պիտի մի քիչ փակեն, ավելի շատ նստատեղեր սարքեն փողոցի վրա։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց արդեն City-ն հաստատել է ու չգիտեմ երբ կսկսեն։ Իսկ parking-ի հարցը ձեզ մոտ։ Օ, մենք ունենք հենց դիմացը, մեր կաֆեի դիմացը ունենք public parking, 90 րոպեն ձրի է, դրանից հետո վճարում ես, բայց շատ հարմար է parking-ը։ Երևի բիզնեսներից շատերը parking-ի խնդիր են ունենում, մենք չունենք այդ խնդիրը։ Շատ լավ, այդ էլ լուծեցինք եւ նաեւ ուզում եի հարցնել այսօր դու լինելով այսքան զբաղված անընդհատ զանգերի, անընդհատ այդ ամեն ինչի մեջ, որպեսզի կարողանաս ճիշտ ու որակ ապահովել, դու հասցնում ես քո գործով զբաղվել, որն է կոլորիստ, վարսահարդար։ Ուրեմն ես ժամանակը չունեմ, բայց քանի որ իմ 30 տարվա հաճախորդները արդեն մեր մոտ relationship այդ դարել ոչ թե իմ հաճախորդն են, արդեն ընկերներ ենք։ Ես մենակ իրանց փորձում եմ ժամանակ գտնեմ ու անեմ իրանց մազերը։ Ճիշտ է շատ է ինձ էդի բանանում, վնասում կաֆեի բիզնեսի մեջ, բայց չեմ կարող, իրանք ամբողջ 30 տարի իմ հետ loyal են եղել, ես պիտի մնամ այդ նույն loyal-ը իրենց։ Շատ լավ։ Այ հիմա դու այստեղ նստած ես ու այս 30 րոպեն, 40 րոպեն քեզ վնաս է տալիս, չէ՞։ Այո։ Բայց վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները, մեզ հետևողները, երբ նայեն մեր ծրագիրը, մեր հաճելի զրույցը, այն քեզ շատ կօգնի, եւս մեկ անգամ հնչեցնելու համար ձեր անունը, քո անունը, ընտանիքիդ անունը։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Դու ինչպես ես սիրում հանգստանալ, пассив, ակտիվ, ուր ես սիրում գնալ։ Ակտիվ։ Ես սիրում եմ ծովային տեղ գնալ, ջուրը շատ եմ սիրում, ամենասիրածս տեղը գնալը կազինոն է, շատ եմ սիրում կազինո, լրիվ հոգեպես, մինչև 18-ներին խնդրվենք չկրկնել, դաժե 21, 21 ես Հայաստան, մենակ Մորոնկոն է, որ 18-ից է, բայց շատ եմ սիրում կազինո, որ լրիվ լիցքաթափվում եմ հոգեպես, բայց օրինակ երբ որ հաղթանակ ես ունենում, կամ պարտություն, երկուսից էլ հաճույք ես ստանում։ Հա։ Ես այդ խաղալուց եմ հաճույք ստանում։ Եղել է որ շատ մեծ գումար ես։ Եղել է։ Ինչքան։ 60,000։ Լուրջ, երբ։ Տարիներ առաջ, COVID կարծեմ 20 թվին։ Ինչ ես արել այդ գումարը։ Մեքենա, սլատ մշ։ Օ, այդ գումարը տունս ռեմոնտ եմ արել։ Հետո էլ ինչ պլաններ կան։ Հարցրու ինչքան եմ հետ տվել այդ կազինոյին։ Ոգևորվում ես ավելի շատ ես սկսում։ Ինձ թվում է մեկ-մեկ այդ խաղատները շատ այսպես խղճով են մոտենում են մարդկանց, ովքեր որ շատ գումար են այնտեղ վատնում։ Չէ, տենց բան չկա։ Մեկու մեջ իրենք էլ են տա, չէ։ Չէ, խիղճ չունեն իրանք, նո։ Բախտի բան է։ Մի խոսքով դա քո հանգստի տարբերակներից մեկն է, ծովափնյա հանգիստը։ Մեքսիկո եմ շատ սիրում գնալ։ Մեքսիկոյի ծովը շատ եմ սիրում, այնտեղ ուտելիքը, բանը շատ հավես է, ժողովուրդը լավն են այնտեղ, Մեքսիկո շատ եմ սիրում։ Կամ Իտալիա։ Իտալիա, Եվրոպա։ Առաջիկայում կան պլաններ դեպի հանգիստ մեկնելու։ Այս տարի չէ, չնայած Սակոն Դուբայում համերգ ունի դեկտեմբերի սկիզբը, ասում է արի, բայց չգիտեմ ոնց կարամ կաֆեն թողեմ գնամ, բայց մեր մոտ բան է, չեն կարող պլանավորենք, պիտի
որոշենք ու հապշտապ։ Իսկ օրինակ եթե ասենք իսկապես շատ կարևոր ինչ որ գործ է եւ քո եւ ամուսնուդ համար, ով է լինում այնտեղ, ով է տնօրինում։ Մենք ունենք շատ լավ աշխատողներ, որ շատ վստահելի են, մեր Կրիստինան, ոնց որ մեր աղջիկը լինի, տենց կարանք իրան վստահենք, գնանք։ Մի բան էլ ուզում եմ մեր ջահելությանը ասեմ, ով ուզում է նոր բիզնես սկսի։ Ճիշտ է, շատ կարևոր, ապրես։ Մի վախեցեք, արեք։ Բիզնեսի 70%-ը ռիսկն է, վերցրեք այդ ռիսկը, արեք, ոչ մի բանից մի վախեցեք, բայց մի քիչ օրիգինալ եղեք, մի ասենք, փորձեք նույնը բոլորինը կոպի անել, օրիգինալ եղեք եւ դիմեք, արեք, ես իմ կյանքի մեջ մենք շատ բիզնեսներ ենք ունեցել, ոմանք հաջողակ են եղել, ոմանք անհաջող են եղել, բայց մի վախեցեք, մի թողեք, որ այդ ձեզ տապանի ջահելությանն եմ ուզում ասեմ, արեք, ինչ ձեր մտքով ասում եմ, ինչ երազանք ունեք, արեք։ Ես կարծում եմ, որ սրանք հրաշալի բառեր էին, իսկապես մեկից, ով հիմա այդ ամեն ինչի մեջ է։ Եթե ես սալոնը անհաջողակ չլիներ, ես կաֆեն չէի բացի։ Նույնիսկ անհաջողություններից մի վախեցեք, որտեղ այդ անհաջողությունն է, որ բերում է ավելի լավ հաջողությունների։ Մեր կաֆեն վկա։ Եթե սալոնը անհաջող չլիներ, մենք կաֆեն երբեք չէինք բացի։ Նախ եթե COVID-ը չլիներ, հիմա COVID-ը նշանակում է համօգնեց, բազմաթիվ բիզնեսներ փակվեցին, ընտանիքներ բաժանվեցին եւ հակառակը։ Այո։ Եվ օգնեց եւ խանգարեց։ Ճիշտ է, ես շատ գումարներ կորցրեցի, որտեղ ինչ որ սալոնի մեջ շատ գումարներ դրել ենք, դա 0-ի գնաց։ Իսկ այդ գումարները կորցնելը արդյոք պետք չի ափսոսալ։ Պետք չի ափսոսել։ Որտեվ մարդիկ իսկապես, չգիտեմ, գժվում են անի։ Գժվում են, այո։ Դրա համար պիտի այն որ ասում են let it go։ Թող անցի առաջ, move forward, առաջ գնա։ Էդի թող հետևում, ոչինչ, նորից կստեղծես։ Եթե այդքանը ստեղծել ես, նորից կստեղծես։ Բայց իրենց վերջին գումարը դնում են այդտեղ։ Դե դա էլ է հիմարություն վերջին գումարը դնելը, կներեք։ Դե այստեղ այնքան թանկ է մի հատ բիզնես բացելը, որ վերջի գումարը դա նույնիսկ մի քիչ էլ պարտք ես վերցնում, որ կարողանաս բացես, ամեն ինչը շատ թանկ է։ Բայց ոչինչ, էլի կարաս, ասենք, եթե բիզնես ունես, խնդրի մեկից փողը վերցրու դիր, մարդիկ կլինեն, որ կտան այդ գումարը, կդնես, կբացես բիզնեսը, հետո հետ կվճարես։ Կան լավ մարդիկ։ Հուսադրող բառեր էին Անի ջան։ մի Շնորհակալություն։ Եվ անընդհատ ասա դա քո տիրույթում նաև, որ պետք է ռիսկի դիմել, որ ռիսկը գործի կեսն է։ Կեսից ավելին է, 70% ռիսկը։ Իսկ ովքեր են այն մարդիկ, ովքեր քեզ հույս են տալիս, ովքեր քեզ ասում են մի վհատվիր, այ ինչպես որ դու ես ասում։ Իմ ամուսինը, իմ երեխեքը շատ ուժեղ մեզ հույս են տալիս, աղջիկս, մամ մի վախեցի, արա, դու ընենց լավն ես, ընենց սիրված ես, ժողովուրդը կգան, քեզ շատ են սիրում, արա, միշտ շատ ինձ հույս է տալիս, ու ինքը ինձ ստիպեց, որ ես social հարթակը ստեղծեմ։ Շատ լավ։ Երիտասարդների միտքը ավելի հեռատես է փաստորեն։ Պիտի լսել երիտասարդներին, իրանք են էս մեր ապագան, իրանք գիտեն ինչ է գալիս, նորությունները ինչն է հաջորդը լինելու, լսեք, իմ տարիքի մարդիկ, լսեք ձեր երեխեքին։ Անի վերջին անգամ 17-ին եղաք Հայաստանում, պատրաստվում եք։ Շատ եմ ուզում գնամ Հայաստան, պատրաստվում եմ մյուս տարի, իմ աղջիկը իր քոլեջը որ ավարտի, իրան խոստացել եմ նվեր տանելու եմ Հայաստան։ Այսինքն աղջիկը նվեր դա է ուզում։ Այո, իր համար հաճելի է։ Երբեք չի եղել Հայաստանում։ Քանի տարեկան է։ 23։ 23 տարեկան։ Իմ երեխաները ստեղ են ծնվել։ Ես կարծում եմ, որ դա աննման նվեր է ձեր աղջկան, բոլոր երիտասարդներին։ Հիմա ես գնալով ամեն տարի զգում եմ, որ ավելի շատ ջահելություն, ըստ ես տեղի ծնված ջահելների մասին եմ ասում, ձգտում են ձգվում են իրանց Հայաստան։ Երեք կաֆեում մի հատ երեխա ծանոթացա 13 տարեկան գնացել էին կնունք այնտեղ, սիրահարված է Հայաստանի վրա, ստեղ ծնված երեխա։ Ասում է չեմ համբերում, որ նորից ամառը գա, որ նորից մամաս տանի ինձ Հայաստան։ Ու շատ գնալով ավելի շատ եմ տեսնում այդ։ Իմ աղջիկն էլ շատ սիրում է Հայաստանը, մենք իրեն էլ փորձում ենք ամեն տարի տանել։ Անցյալ օրը ուրեմն մի հատ դեպք պատմեմ, հետո դու պիտի պատմես դեպքեր, որոնք տեղի են ունեցել, գուցե ուշագրավ ծիծաղելի ձեզ մոտ։ Տատիկը իրեն Հայաստանից հայկական զարդանախշերով, այդ թռչնատարերով ինչ որ բաներ էր բերել, շորեր, ուրեմն աղջիկս հագավ, եկավ, կանգնեց, ասեց մամա, միացրու հայկական երգ, ես ուզում եմ պարեմ։ Ու չգիտեմ, Ինգա Անուշի Հայաստան ջան, այդ երգերը միացրեցի ու ինքը սկսեց դա
կապել իրար, ինքը իրեն զգաց այդ շորի մեջ հայ, իսկական, մտավ, չգիտեմ, երևի այդ ոգին մտավ մեջ ու սկսեց այդ հայկականը ապրել։ Այնքան էի հուզվել։ Իրենց չնայած ծնողներից է գալիս, ընտանիքից է գալիս, տան խոսակցությունից է գալիս, հասկանում ես, շատ կարևոր է։ Այո, իմ աղջիկը որ փոքր էր, հայերեն լավ չէր կարողանում խոսալ, որտեվ մանկապարտեզը դպրոցը ամերիկյան էր ինքը գնում։ Տղաներս, որ կեսօր կեսրած մեծացրեցին, իրանք մաքուր հայերեն խոսացին, բայց աղջիկս արդեն լավ չէր խոսում հայերեն, ինքը անդադ մեր հետ անգլերեն էր ուզում խոսալ, ես ու ամուսինս չէինք պատասխանում իրան։ Մենք ասում էինք, մինչև հայերեն այդ հարցը չտաս, մենք քեզ չենք պատասխանի, չենք հասկանում անգլերեն, խաբում ենք, ասում ենք չենք հասկանում։ Ինքը նեղվում էր, ներվայնանում էր, դժվարանում էր, ճիշտ է թարգմանում էր, անգլերենից հայերեն էր թարգմանում, մի քիչ կիսատ բառացխալ էր խոսում, բայց մենք ստիպում էինք իրան։ Եվ դա կոչում են բոլոր հայ ծնողներին, որ իրանց երեխեքին այտենց անեն, շատ եմ ծանոթանում հայեր, որ տանը ռուսերեն են մենակ խոսում, երեխեն հայերեն ընդհանրապես չի խոսում կամ անգլերեն են խոսում, մի արեք էդի, թող ստիպեք, որ հայերեն խոսան, որովհետև մենք հիմա այստեղ այն generation ենք, եթե մեր երեխեքը չխոսան, իրանց երեխեքը ընդհանրապես չեն խոսալու ու պիտի գնա հայերեն լեզուն։ Իհարկե լեզուն շատ կարևոր է եւ ես կարծում եմ ու ես էլ եմ միանում քո խորհրդին, որ մի կտրեք մեր երեխեքին հայոց լեզվից, տվեք հայկական դպրոցներ, չնայած որ մի բան ասեմ, հայկական դպրոցներում բոլոր առարկաները անգլերեն են, բացի հայերենից։ Այո։ Դրան ինչ կասես։ Դե ստիպված են անեն էդի, որովհետև պիտի արդեն շարունակեն, չէ, քոլեջը բանը, դրանք պատմությունը բանը ստիպված են անգլերենով ասեն, բայց գոնե սովորում են հայերեն։ Ճիշտ է, իմ երեխեքը գրել կարդալ չգիտեն հայերեն, բայց գոնե խոսալը գիտեն։ Հայկական դպրոցները ամեն մարդ չի կարա վճարի, որտեղ շատ թանկ են, բայց հիմա մանավանդ Գլենդել, Բերբյանք, որտեղ որ շատ մեծ համայն կա հայկական, հայերեն դասերել են առաջարկում public դպրոցներում, որը ջրի է։ Էդի է գոնե սովորեն երեխեքը, հա, վերցնեն Գլենդելը մանավանդ, ես շատ եմ սիրում Գլենդել քաղաքը, իրանք տալիս են հայկական դասեր։ Գլենդելում եք ապրում։ Չէ, ես ապրում եմ Բերբյանք, բայց 70% օրվա Գլենդել, 90% գնում ենք Բերբյանք քնելու, հետ են գալիս Գլենդել։ Ինքը որպես քաղաք շատ լավն է, մանավանդ բիզնեսների համար շատ ամեն ինչում իրանք հասնում են փոքր բիզնեսներին եւ դպրոցներին։ Այո։ Շատ են փորձում Եղեռնի օրը դրեցին, հա, գիտեմ, որ օրերը, չգիտեմ, հարգանքի տուրք, սքի օր, ուրիշ տոն։ Շատ պայքարեցին, որ այդ օրը երեխեքը կարողանան չգնան դպրոց։ Այո, ապրիլ 24-ին։ Մենք երբ որ մենք էինք գնում դպրոց տեղ, մեզ այդ օրը բացակա չէին, բան էին տալիս, անհարգալի բացակա, բայց մենք երբեք չենք գնացել այդ օրը դպրոց։ Հետո իմ երեխեքի ժամանակ էլ նորից անհարգալի բացակա էր, բայց տարիների ընթացքում սկսեցին թողել, որ հարգելի բացակա լինի այդ օրը, բայց հիմա արդեն Գլենդելում կարծեմ փակ պիտի լինի, չէ, դպրոցները։ Այո, աշխատում են, որպեսզի պահպանեն մեր իրավունքները, մեր սովորույթները, հարգեն մեզ, մեր ազգը։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ես վստահ եմ, որ շատ ու շատ հայտնի մարդիկ, արտիստներ, դերասաններ գալիս են այնտեղ հենց քեզ համար առաջինը, որպեսզի քեզ տեսնեն։ Ովքեր են օրինակ վերջին անգամ եկել, որ դու տեսել ես, շնորհավորել ես, ուրախացել ես։ Վերջինը մեր հայտնի դերասան, որ շատ proud եմ իրանով, Կարեն Կարակոլյանը եկավ, երբ որ ինքը Նյու Յորքից գալիս է Լոս Անջելես, ամեն օր նա մեր մոտ է, ամեն օր, եւ առաջի անգամ որ եկավ, ասեց՝ «Անի մորքուր, ես քո վիդեոները նայում եմ եւ ուզում եմ ուտեմ այն ամենը, ինչ որ դու ցույց ես տալիս ուտելուց ու տենց էլ եղավ ամեն ինչից գիտեր այն պամիդորով ձվածեղը այն լավաշ պրեսը բաստուրմայով այն բրթուջը ձվով լրիվ օրդեր արեց կերավ եւ ամեն օր մեր մոտ է գալիս ու շատ զգացված էի որ ինքը այդ տիպի մարդը ին վիդեոները նայում է
Մեր բոքսեր Արմանը Ծառուկյան ինքնա նայում եկավ, շատ է գալիս մեր մոտ, ասում է իր ամենասիրած պրանկն է, որ ամուսնուս pretend եմ անում, որ զանգ է գալիս շատ կարևոր ու ինքը չգիտի ես ինչ եմ խոսում, չգիտեմ այդ վիդեոն տեսել եք թե չէ, Արմանի սիրած վիդեոն է դա բոլոր արտիստները, մեր Արմենչիկը, Արկադին Դոմիկյան, որ գալիս է Լոս Անջելես, միշտ մեր մոտ են գալի, բոլորը, համարյա բոլոր արտիստները մեր մոտ են գալիս։ Ինձ թվում է Սակոն բոլորին իսկապես ասում է կգնաք այնտեղ, շատ համեղա կգնաք, ասում է քրոջս կաֆեն ա։ Իհարկե, այո, ասում է կգա քրոջս կաֆեն, ամենալավ եղբայրն է Սակոն։ Այն օրը տեսել եմ իրեն փողոցում, շտապում էինք երկուսս էլ, ասում է ինչ ես անում այսօր, իջնում եմ մայ կաֆե, կարող է գաս ամուսնուդ հետ։ Ասեցի տեսնեմ հիմա բոլոր հրավերքները, հանդիպումները աշխատում են։ Այո։ Դա իսկապես շատ կարևոր բան է անի։ Այդ քույր-եղբայր հարաբերությունների մեջ, մենք մի հատ էլ քույր ունենք, այո, ձեր երրորդ շատ իրար մեջ կենք, այո, բայց Սակոն եղել է մեր ամենափոքրը, ես ու քույրս մեծը, ոնց որ իրան մենք ենք մեծացրել ու տենց այդ մայրական, քույրական պաշտպանողականությունը շատ բարձր է, էլի, մեռնում ենք Սակոյի համար։ Հպարտ եք իրենով։ Շատ։ Արի Սակոյին էլ մաղթենք ամենայն բարիք։ Ինքը շատ լավ մարդ է, ինքը բարի է, իրան որ չեն ճանաչում, ասենք չգիտեն ինքը ինչքան բարի սիրտ ունի, դու գիտես, ես գիտեմ, բայց ինքը շատ լավ մարդ է, հասնող է բոլորին։ Այո, ես իրեն ճանաչում եմ շատ վաղուց, երբ դեռ նա հայտնի չէր, ես ավելի հայտնի էի, քան ինքը անհամեստ։ Եվ ի դեպ դու լսել ես Սակոյի երգերից մեկում, որ իմ ասմունքը տեղադրել է։ Չէ, նոր երգը։ Հա, կարծեմ դեռ չկա տեսահոլովակը։ Ուրեմն մի օր զանգ տվեց, ասեց՝ «Մեր գիտես, դե ես վերջերս ասմունքում եմ», ասեց։ Շատ եմ սիրում ի դեպ։ Շնորհակալ եմ։ Ասեց՝ «Արի մի բան ստուդիայում եմ, էլի ձայնագրվի, ուզում եմ դնեմ երգի մեջ»։ Ասեցի՝ «Հիմա չեմ կարող գալ, բայց քեզ մի լավ բան ունեմ, կուղարկեմ, ուզում ես տեղադրի»։ Ու դա եղել է իմ առաջին կարդացած բանաստեղծությունը Սևակից, ուղարկեցի, չգիտեի կհավանի թե չէ։ Մեկ էլ որոշ ժամանակ հետո ինքը ինձ նամակ ա գրում, ոնց էր գրել մի րոպե, չեմ ների քեզ, թե ոնց։ Ես էլ չեմ հասկացել, դե մարդ այդպիսի նամակ կգրի, Սակո ջան, գրելա։ Բարև, բարի լույս չկա։ Գրել եմ ինչի Սակ, ինչ եմ արել։ Գրել եմ մեր նոր երգն է։ Ու զանգեցի այդ րոպեին, ասում եմ լուրջ դուրս եկել, ասում է հա լսի, անընդհատ լսում եմ, ասեցի երբ է դուրս գալու ու շուտով դուրս կգա, կարծեմ խոստացել է։ Ահա։ Այնպես որ այո, Սակոն շատ լավն է։ Շատ։ Թե ինչ Անի ջան, իսկապես շատ շնորհակալ եմ, շատ լավ զրույց ստացվեց, մտերմիկ, ջերմ ու կարևորը մարդիկ քեզ նաև ուրիշ կողմով գուցե իմացան, ճանաչեցին ու բացահայտեցին եւ ել ավելի սիրեցին, վստահ եմ։ Իսկ դուք հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, անպայման այցելեք My Cafe եւ Lounge համտեսելու իրենց հրաշալի համեղ մենյուն եւ իհարկե վայելելու այն կոլորիտը, որը ստեղծել է Անի Գաֆաֆյանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ հանդիպենք։ Եթե դեռ չեք հասցրել նայել մեր նախորդ էպիզոդները, ապա առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որն է Menu AM USA, եւ իհարկե դիտել բոլոր էպիզոդները։ Կհանդիպենք։